Սուր ելույթներով է պետք պատասխանել։ Իսկ ո՞րն է քաղաքական սուր ելույթը։ Պարոն Խաչատրյանինը սուր, իմն էլ էր սուր, բայց նրան պետք է սուր ելույթով պատասխանել։ Մարդու անմեղության կանխավարկածը չհարգել եւ որևէ գնահատական տալը նորմալ է։ Մենք կասեք, որ իշխանությանը վարչական ռեսուրսի չարաշահում են վերագրում։ Այդ ո՞րն է դատական ակտով, որ իշխանությանը վերագրվող իրավախախտումն է դատական ակտով հաստատված։ Հələ մեկի անունը ասեք։ Այդ ո՞նց է այդ երկակի ստանդարտ։ Այսինքն, երբ որ իշխանությանը քննադատելուց ալնում, այդտեղ ամենուղղության կանխավարկած չկա, դատարանի օրինական ուժի մեջ մտնելու վճռի պահանջ չկա, հենց ընդդիմության մասին ենք սկսում խոսալ, նոր այդ ժամանակ դառնում է վայ անմեղության կանխավարկածը։ Եվ վերջո եկեք մի հատ բան էլի ֆիքսենք։ Անմեղության կանխավարկածը նրա մասին է կոնկրետ անձը կոնկրետ հանցանք կատարել է, թե չէ։ Հիմա որ մեր ժողովուրդը, ասենք կներեք, մինչև 2018 թվականը կաշառք բաժանվել է ընտրությունների ժամանակ, թե չէ, ձեզ որպես հայ քաղաքացի եմ հարցնում։ Ասեք մեկ քրեական գործ, որն ավարտին է մոտեցել եւ կա որևէ տվյալ։ Դուք իմ հարցին հարցով եք պատասխանում։ Որովհետեւ եթե կա տվյալ, ես կասեմ, որ այո կա, ես ձեզ ասեմ, որ այտենց չի աշխատում։ Աշխատում է հետեւյալ կերպ, երբ որ հանրությունը ամբողջ ընտրությունների մասնակից է ու բոլորը տեսնում են ինչ է լինում, դուք չեք կարող ասեք ժողովուրդ ջան, այդ ինչ տեսել եք մոռացեք, սպասեք դատական ակտ կլինի, նոր կհավատաք, որ դա տեղի է ունեցել։ Ես այդ օրինակը ԱՐՊ-ի հետ ԿՀ-ում, որ հարցազրույց ենք անում, ասեցի, ես որ 2012 թվականից սկսած գնացել եմ ընտրությունների ճամփին, տեսել եմ, մարդիկ նստում են ավտոծրարներով դուրս են գալիս, որ հարևաններից գալի ասում էին, եղբայր կլինի, ես ինչ ուժին ընտրես, որտեղ մեր ընկերոջը պետքա գաղութից բաց թողեն։ Ինձ պետք չի դատական ակտ, ես դա տեսել եմ ու տենց տեսել է ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը։ Խաչատրյանը հստակ ասում է ինչու որ մարդիկ տեսնում են ու գիտեն, որ երևույթը տեղի է ունեցել։ Այլ բան է, երբ որ դրա համար մեղավորը ովքեր են։ Կներեք, հիմա որ ասում եք, այդ ինչ կռիվ էր ներսում։ Ինչ որ քրեական գործ կա, որով ծեծի համար ինչ որ մեկը դատվել է, այդ ինչ կռվից եք խոսում։ Բա ես էլ եմ ասում։ Իհարկե տեսել ենք։ Պետական դավաճանությունը տեսնում։ Ժողովուրդ ջան, իհարկե տեսնում ենք։ Ավելին ասեմ, դուք էլ եք տեսնում, եթե դուք ջանք ու եռան չեք խնայում, որ դա չտեսնեք, դա չի նշանակում, որ դա տեղի չի ունենում։ Եթե դուք պատկերացնում եք, եկեք ես գնահատականը դամ, դուք որոշեք անհարկի է, թե չէ։ Չէ, ես ասում, ձեր աշխատանքին չեմ գնահատական տալիս, ձեր աշխատանքին իմ գնահատականն է նա, որ ոչ մի անգամ ձեր հարցազրույցները տեղում առնվազն չեմ մերժում եւ շատ հարգանքով եմ ձեր աշխատանքին վերաբերվում, աստվածտա բոլորը տենց վերաբերվում են։ Դրա մասին չի խոսքը, ժողովուրդ ջան, ասում եմ մի փորձեք ալտերնատիվ իրականություն ստեղծեք։ Եթե ձեզ թվում է, որ մարդը, որ այլ երկրի շահերը սպասարկելու գալու ասի, ես սպասարկում եմ այլ երկրի շահեր եւ հայտարարում եմ, չէ, իր գործունեությամբ նայեք, գնահատեք։ Էլի եմ ասում, ամեն ինչ չի, որ պետք է դատարանը որոշում է մեղավորության հարցը։ Դրա մասին ես չեմ խոսում, բայց այն որ եղել է մասսայական ընտրակաշառքի բաժանում, մասսայական ընտրակաշառքի բաժանում եղել է, հիմա կարանք անverջ խոսանք, ասենք եկեք դատարանի վճռով մի հատ հասկանանք, մի բանը որ բոլորս տեսել ենք, եկեք մենք մեզ չխաբենք։ Այնուամենայնիվ ժողովուրդը իր կամքը արտահայտել է, ի հեճուկս այդ բոլոր խոչընդոտների, բայց դրանք եղել են։ Աշխատակիցները, պաշտոնյաները ինչ են մասնակցում կռվին եւ սկսում հարվածել ավականիներին։ Մի հատ բան եմ ուզում հասկանալ, դուք կարծում եք ինչ որ տենց կռվի չի։ Օրինակ հասարակական կարգի պահպանության պետը կամ այլ։ Ինչը, ես ինչ որ հարցին եք ասում, կասեք։ Ես ինչ ասեցի, դուք ասեցիք, հա, շատ շնորհակալություն։ Թողեք ավարտեմ, հետո կասեք։ Այնպես չի, որ ինչ որ ավականունիստերի դահլիճում կռիվ անելը դա օրենքով կանոնակարգված ընթացակարգ է, որում գրված է։ Դրան կարող են մասնակցել SSS մարդիկ, չեն կարող մասնակցել NN մարդիկ։ Կռիվը առհասարակ անընդունելի է եւ բռնությունը անընդունելի է, բայց ելի եմ ասում, եթե հնչում է քաղաքական սուր ելույթ, քաղաքական գործիչը, որը ասում է ես քաղաքական գործիչ եմ, գալիս է Երևանի ավականու անդամ դառնում, ԱԺ պատգամավոր դառնում, պետք է իմանա, որ այդ ժամանակ պետք է ունակություն ունենա, լռի, տեղից չգոռա, երկրորդը պատրաստի իր ելույթը դուրս գա այդ նույն ամբիոնից, նույն քաղաքական սուր ելույթով պատասխանի։ Մարդիկ, եթե այդ էլեմենտար քաղաքական գործունեության այբուբենը չեն տիրապետում ու ուզում են լինեն քաղաքական գործիչ, այս է լինում, ինչ որ լինում է հիմա։ Տեսեք, համեմատության մեջ մենք տեսել ենք, որ կռիվ է եղել, դա բոլորն են տեսել, քանի որ ուղիղ հեռարձակում է իրականացվել։ Դուք տեսել եք, որ մեկը մյուսին կաշառք տա, արձերն, չգիտեմ, փոխանցումը, թեկուզ այդ տարբերակով։ Ես այդ մանրամասնությամբ տիրապետեմ, ես կգնամ հաղորդում կտամ կոնկրետ մարդկանց վերաբերյալ, բայց էլի եմ ասում, չափանիշը իմանալու որևիցե բան։ Կներեք հազար անգամ այդ որ գրում են, ասում են, «Էս ինչ պաշտոնյան կոռուպցիոներ է, էս ինչ պաշտոնյան իր բարեկամի համար հովանա
ինքնանվորչություն է անում, այդ ժամանակ այդ ձեր ասած ստանդարտը գործում, լրագրողները, չեմ ասում ձեզ անձամբ, բայց ձեր գոլեգաները, իրանք անձամբ տեսած լինում են, որ այդպես բաներ են գրում, մեզ հասած տեղեկություններով սենց բան է եղել, իրանք տեսնում են, չափանիշը դա չի, հիմա նես չի, չէ, որ սա միակ ընտրություններն է, որին ընդդիմությունը մասնակցում էր, 21 թվականին էլ են մասնակցել, 21 թվականից մինչև այսքոմ լիքը համայնքային ընտրություններ են եղել, եղել է այդպես ընտրություններ, որի ժամանակ ասենք ժողովուրդ մասսայական ընտրակաշառք է բաժանվում, այդ չի եղել չենք ասել, բայց հիմա որ եղել է, հիմա մենք մեզ խաբենք։ Բայց ախր տարբեր բաներ են այդ կռիվն ու ընտրակաշառքը, որ հիմա համեմատում եք դուք։ Ես եմ համեմատել։ Տեսակ կռիվա ներսում, ասում եք այ Որ եկեք, մենք մեզ չկեղծենք, եթե մենք երևույթը տեսնում ենք ու տեսնում ենք, որ ինչ-որ բան տեղի է ունենում ու գիտենք, որ անհնար է, որ բոլորը մեր ծանոթները, բարեկամները, կներես մեր ջան, ծանոթները, բարեկամները բոլորը խոսան, խոսքից խոսք փոխանցի, այդ գաղտնալսումները լսենք ու բոլորս ասենք ոչ մի բան տեղի չի ունեցել, սպասենք տենանք 3 տարի հետո դատարանը ինչ կորոշի, 3 տարի հետո դատարանը կորոշի կոնկրետ անձի մեղավորությունը, երևույթը եղել է թե չի եղել, այսօր արդեն պարզ է։ Մենք մեզ եկեք չէ։ ինչու եք կաշառք բաժանել։ Մայր Հայաստանի անդամ։ Միքայել Խաչատրյանի ասածը էլի եմ ասում, քաղաքական ելույթ է, քաղաքական ելույթներին պետք է պատասխանել քաղաքական ելույթներով։ Եթե ընդդիմություն, այսինքն մենք այդ սաղ ձայնագրությունները լսել ենք հոգուտ ում է դա ասվում։ Եթե իրանց ասածը այնա, որ ինչ որ անհայտ խումբ այդքան լայն ծավալով, ինչ որ անհայտ գումարներով բերել են, ներգրավել են, իրանց հոգուտ իրանց ընտրակաշառք են բաժանել, իրանք դրանից տեղյակ չեն եղել, դե դուք գնահատեք դա ինչքանով է իրատեսական։